Ռոստովում Հայաստանի քաղաքացու սպանության հանդեպ վերաբերմունքը այստեղ միանշանակ չէ։ Նման դեպքերն նաև մեր մոտ է եղել, հա։ Իբր որ ինքնադատաստան են տեսել, հաշվի հարդար են տեսել, ծեծելով մարդ են սպանել։ Նույնիսկ երևի չեն էլ հարցրել ինքը հայ է թե ինչ է, որովհետև նրա մեքենայի համարը ռուսական համարներ էր։ Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը նախնական տեղեկություններով վթարի պատճառ դարձած հարբացային Ռոստովի գյուղերից մեկում ծեծելով սպանել է հարբած ամբոխը։ Ես եղել եմ ռուսական գյուղում տոնակատարության ժամանակ, կռիվ եմ տեսել եւ այդտեղ տուկախրճեկի պատկերացնում եք ինչպես են հարբում։ Հոգեբանը սպանությունը տեսել հենց այդ տոնակատարությանը, ռոստովցի հայի սպանությունը ըստ նրա ազգային պատճառներ չունի, թեպետ կովկասյան ծագումը պիտի որ դեռ խաղացած լինի։ Կովկասցու դեմքը կարող է լրացուցիչ մի կաթիլ ավելացնել այդ կատաղությանը, որտեղ տոնակատարությունը, ինչ ասեմ, դες ուրախությունն ու կատաղությունը, դրանք նույն, ասենք, ադրենալինի, նորադրենալինի, ասենք, ինչ-որ բան է, կանակ է, որը ըստ էության նույն ձևով է լիցքաթափ։ Ռուբեն Բաբայանն ասում է, որ իշալ ամբոխը քաղաքակրթական մի իրականության ներկայացուցիչ է, որտեղ մարդն արժեք չէ։ Ոնց եղավ որ հենց Պուտինի ժամանակ այդ անհանդուրժողականությունն միշտ է սովետական ժամանակ է։ Պերմյակովի իրականացրած սպանության թիկունքում էլ պարոն Բաբայանն ազգային հետք չի տեսնում։ Ռուս 17-ամյա երիտասարդին սովորեցրել են, որ նրա շուրջ բոլորը թշնամիներ են։ Բանակում այդպիսի մթնոլորտ է, այդպես են սովորացնում, որ 4 կողմը չուրկաներ են, չուշկեկ են եւ այլն, եւ սրանք մարդ չեն։ Այդ հզոր երկրում ուշադրություն դարձրեք, ամեն օր զինավարժություններ են ցույց տալի հեռուստատեսությամբ, տանկեր, ինքնաթիռներ, ումից եք պաշտպանվում, ով է ձեր վրա հարձակվում։ Պատերազմող երկիր Հայաստանն այդքան չի ցույց տալիս, հա։ Քաղաքական գործիչները նույնպես ազգային հետ չեն տեսնում ռոստովցի հայ տղայի գազանային սպանության մեջ, բայց Աստված մարդուն հերոպահի արբեցող ռուսից։ Յոմոն 5 մեքենայի խփել կրել է պատերազմը։ Գիտի դա ինչ է նշանակում, խմած ռուսի ավտոյին միամիտ խփես։ Մկրտիչ Մինասյանն իր բառերով չի խրախուսում հարբած անասունների պահվածքը, բայց սպանված հայ տղան էլ հրեշտակ չէր։ Մենք էլ մեզ պիտի պարտեշտ ու առաջինի պահենք։ Հարբենք են ձև որ գյուղում 5 մեքենա, հələ պատկերացրեք, գյուղում 5 մեքենա ոնց էս խփել։ Ոնց արվում։ Ազգային հողի վրա է հայը, եթե հայ շուրջ։ Չէ, եթե թուրքներ կամ վրացիներ չեն խփել։ Իդեպ վերջին տեղեկություններով քրեական գործ է հարուցվել սպանության գործով, գլխավոր մեղադրյալը 46-ամյա ռուս է։